Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ մասնակցել է Հովանավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած հերթական պատարագին։ Հատկանշական է, որ այս այցը լրատվամիջոցների տեսադաշտից դուրս է մնացել։ Պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին հանրությանը հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ Փաշինյանն ինքն է տեսանյութ հրապարակել սոցիալական ցանցերի իր էջում։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է մեծ պահքին նախորդող բուն բարեկենդանը։ Այս առիթով հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել է պատարագ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագին մասնակցել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Պատարագից հետո Նաթան Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ եպիսկոպոսների նկատմամբ կիրառված երկրից բացակայելու արգելքին ու Մայրաթորի շուրջ ստեղծված լարվածությանը, հայտարարելով, որ եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները հստակ կազմված ծրագրի մի մաս են։ Նա շինձու է որակել կաթողիկոսի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ հարուցված քրեական բարույթները եւ ընդգծել, որ իշխանությունների նպատակը եկեղեցուն պետության կցորդ դարձնելն է, որպիսի այն իրականացնի միայն քաղաքական ուժերի ցանկությունները։ Սրբազանը տարակուսանք է հայտնել Էջմիածնի գանձերը երկրից դուրս հանելու կամ կաթողիկոսությունը տեղափոխելու մասին իշխանական թեզերի վերաբերյալ, նշելով, որ Մայրաթորը 1441 թվականից ի վեր հաստատված է Հայաստանում եւ երբեք չի լքի հայրենիքը։ 700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայրաթորը լինելու է Հայաստանում։ Եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբևէ Մայրաթորը հայ հոգևորականը եւ հատկապես ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանը չի լքի։ Անդրադառնալով եպիսկոպոսատ ժողովին, Սրբազանը հայտնել է, որ որքան էլ իշխանությունները միջամտեն ու թույլ չտան ժողով անցկացնել, միևնույն է այն տեղի է ունենալու։ Մայրաթորը ստեղծված իրավիճակում որոշել է ժողովի ձևաչափը փոխել, դարձնելով այն եպիսկոպոսատ հավաք։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի երկրից բացակայելու արգելքի մասին տեղեկությունը իսկական էյֆորիա է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները հեգնանքով նշում են, որ Հայաստանի վարչապետը ցանկանում է քանդել առաքելական եկեղեցին եւ նոր կառույց ստեղծել։ Ադրբեջանական մեդիադաշտում շրջանառվող հիմնական թեզն այն է, որ հոգևոր առաջնորդի դեմ կիրառված սահմանափակումը հարված է ռևանշիստական ուժերին, որոնց Բաքուն մշտապես կապում է եկեղեցու հետ։ Ադրբեջանցի մեկնաբանները չեն թաքցնում իրենց գոհունակությունը, պնդելով, թե սա Հայաստանի ներսում հոգևոր հեղինակության թուլացման եւ ներքին թշնամանքի խորացման ապացույց է։ Բաքուն նման քայլերով ցանկանում է սեփական հասարակությանը մանիպուլացնել ու ցույց տալ, որ հայկական կողմը ներսից կազմալուծված է, ինչը ըստ նրանց նոր հնարավորություններ կարող է բացել Ադրբեջանի քաղաքական օրակարգը առաջ մղելու համար։ Ален, приветствую вас. Рада, что вы согласились и нашли время поучаствовать в эфире. Телеканал Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական դոժձ հեռուստաալիքին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել Մոսկվա կատարած աշխատանքային այցից եւ անդրադարձել Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության առանցքային հարցերին։ государственной российской пропаганды. Не, ну знаете, я думал, что они как-то... Անդրադառնալով ռուսաստանյան հանդիպումներին, ԱԺ նախագահը նշել է, որ պաշտոնական բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում, սակայն հակադրության է հանդիպել մեդիա դաշտում։ Նրա խոսքով ռուսական պետական քարոզչամեքենայի կոշտ արձագանքն ու ագրեսիվ ռետորաբանությունը տարակուսելի են, հաշվի առնելով պաշտոնական մակարդակում առկա երկխոսությունը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Սիմոնյանը կոչ է արել զերծ մնալ բարեկամության մասին լիրիկական զեղումներից եւ սթափ գնահատել իրողությունները, փաստելով, որ Մոսկվան առաջնորդվում է բացառապես սեփական պետական շահերով։ Միջազգային հարաբերությունների համատեքստում խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները։ Նա շեշտել է, որ Երևանը կիսում է եվրոպական արժեքները, իսկ ՀԱՊԿ գործնականում ապացուցել է, որ չի հանդիսանում անվտանգության այն երաշխավորը, որին ակնկալում էր հայկական կողմը։ Ներքաղաքական իրավիճակի եւ եկեղեցու հետ հարաբերությունների վերաբերյալ Ալեն Սիմոնյանը հստակեցրել է իշխանության դիրքորոշումը, հերքելով
թիրաթորի դեմ պայքարի մասին լուրերը։ Նա պարզաբանել է, որ առճակատումը ուղղված է ոչ թե հոգևոր հաստատությանը, այլ այն առանձին հոգևորականներին, որոնք սպասարկում են օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերը կամ հետապնդում անձնական ֆինանսական նպատակներ։ Ален Симонян, председатель Национального собрания Республики Армения. Спасибо вам большое, хорошего вам дня. Благодарю. Хотел бы Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը 10 գործակալության հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ներկայիս կարգավիճակին եւ Մոսկվայի դիրքորոշմանը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմի համար ամենակարևոր հանգամանքը այն է, որ Երևանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, ինչը բազմիցս շեշտել է նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գալուզինի խոսքով Ռուսաստանը Հայաստանին դուրս չի մղում դաշնակցային համագործակցությունից եւ պահպանում է նրա իրավունքը մասնակցելու կառույցի բոլոր որոշումների մշակմանը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է պաշտոնական Երևանի քայլերին, հատկապես արևմտյան երկրների հետ հարաբերությունների համատեքստում։ Գալուզինը շեշտել է, որ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանի ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը։ We want Europe to be strong. We believe that ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բլումբերգին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն։ Պաշտոնյայի պարզաբանմամբ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները գոյություն ունեն ձևավորված դաշինքների շնորհիվ, իսկ Իսլամական Հանրապետությունը նախկինում արդեն իսկ դրսևորել է այդ օբյեկտների վրա հարձակվելու թե ցանկություն, թե կարողություն։ I will have a short statement. Միևնույն ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Ռադ Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել փոխզիջումներ, եթե Վաշինգտոնը պատրաստակամություն հայտնի դիտարկել պատժամիջոցների վերացման հարցը։ Իրանցի դիվանագետի պնդմամբ ներկայումս գնդակը Ամերիկայի դաշտում է եւ եթե ամերիկյան կողմն անկեղծ է համաձայնության հասնելու հարցում, ապա գործընթացը հաջողությամբ կընթանա։ Այդուհանդերձ ԱՄՆ պաշտոնյաները շարունակում են պարբերաբար հայտարարել, որ հենց Իրանի գործողություններն են հանդիսանում բանակցային գործընթացի առաջխաղացման հիմնական խոչընդոտը։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրկին սրվում են։ Հիմա էլ Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների թիրախավորումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե ռուսական զինուժը դիտավորյալ հարվածներ է հասցրել Կիևում Ադրբեջանի դեսպանատան ուղղությամբ, ինչին ի պատասխան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել Բաքվի այդ պնդումների վերաբերյալ։ Ռուսական կողմը պնդել է, որ մարտական գործողությունների եւ հարվածների պլանավորման ժամանակ տվյալները խստիվ ստուգվում են քաղաքացիական անձանց վնասը բացառելու համար, իսկ դիվանագիտական առաքելությունների կոորդինատները մշտապես հաշվի են առնվում։ Продолжается выполнение задач специальной военной операции, наступление ведется. Չնայած ձմեռային ծանր պայմաններին, փետրվարին ռուսական ուժերը գրավել են կամ ինչպես իրենք են նշում, ազատագրել են 12 բնակավայր։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Գերասիմովը կենտրոն զորախմբի ստուգման ժամանակ նշել է, որ շփման գոտու բոլոր ուղղություններով հարձակումները շարունակվում են։ Ըստ շտաբի պետի, Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են կրում, որոնք ի վիճակի չեն լրացնել։ Այժմ Ուկրաինան շեշտը դնում է հարվածային ատեսների քանակի ավելացման վրա։ Ըստ Գերասիմովի, մարտերն ավելի համառ են ընթանում հենց կենտրոն զորախմբի պատասխանատվության գոտում։ Հյուսիս զորախումբը շարունակում է անվտանգության գոտու անլայնումը Սումիի եւ Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում, իսկ հարավային խմբավորման զորքերն առաջ են շարժվում Սլավյանսկի ուղղությամբ։ Սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Շադադի ռազմաբազան, որը նախկինում պատկանում էր ամերիկյան ուժերին։ Ռազմաբազայի փոխանցումը տեղի է ունեցել Սիրիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության արդյունքում։ Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է վերջին օրերին։ Ընդամենը 3 օր առաջ սիրիական զորքերը նույն կերպ զբաղեցրել էին նաև Ալ-Տաֆ ռազմաբազան։ Ամերիկյան կողմը հաստատել է իր զորքերի հեռացումը այդ տարածքներից, նշելով, որ մոտ 10 տարի այնտեղ գտնվելուց հետո լքում են բազաները, սակայն շարունակելու են հեռվից հետևել իրավիճակին, որպեսզի թույլ չտան ահաբեկչական խմբավորումների վերադարձը տարածաշրջան։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Մյունխենի անվտանգության համաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ կտրուկ մերժել է Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին վաճառելու ցանկացած հնարավորություն։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք որոշակի գին սահմանել կղզու համար, կառավարության ղեկավարը ընդգծել է, որ նման քննարկումը իրենց համար անընդունելի է։ Նա զուգահեռներ է անցկացրել այլ պետությունների հետ հռետորական հարց ուղղելով, թե արդյոք հնարավոր է գին սահմանել Իսպանիայի կամ ԱՄՆ-ի որևէ հատվածի համար։ Ֆրեդերիկսենը շեշտել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկություն չունի դառնալ ամերիկացի, այլ ուզում է պահպանել իր ինքնությունը որպես Գրենլանդիայի ժողովուրդ, եւ ինքը լիովին սատարում է այդ դիրքորոշումը։ Չինաստանը աշխարհի ավիացիոն ոլորտում իսկական հեղափոխություն է իրականացրել, ներկայացնելով աշխարհի առաջին ինքնաթիռը, որն ունի ամբողջությամբ թափանցիկ հատակ։ Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս ուղևորներին հարյուրավոր կիլոմետր բարձրությունից տեսնել աշխարհն անմիջապես իրենց ոտքերի տակ։ Ինքնաթիռի հատակը պատրաստված է բազմաշերտ գերամուր ապակուց, որը դիմանում է օդային ճնշման տատանումներին եւ համապատասխանում է անվտանգության բոլոր միջազգային չափանիշներին։ Եթե այս ինքնաթիռները դրվեն լայն կիրառության մեջ, հնարավոր է լիովին փոխվեն զբոսաշրջային թռիչքների մասին պատկերացումները, թեև նմանատիպ տեխնոլոգիաներ նախկինում կիրառվել են դիտահարթակներում կամ վերելակներում, ավիացիայում սա առաջին փորձն է։